Ստամբուլում տեղի են ունենալու ռուս-ուկրաինական բանակցություններ, որ ըստ էության այս պատերազմի համատեքստում աննախադեպ մի երևույթ է։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն էր հայտնել բանակցություններ վարել Ուկրաինայի հետ, եւ դրանի պատասխան Ուկրաինի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել հենց Պուտինին հանդիպել իր հետ։ Զելենսկին Ստամբուլում է, սակայն Ստամբուլում ռուսական կողմը չի ներկայացնելու Վլադիմիր Պուտինը։ Թեմայի վերաբերյալ ես մեկնաբանություն եմ խնդրել Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչկյանից։ Բարև ձեզ, պարոն Խաչկյան։ Բարև ձեզ։ Պարոն Խաչկյան, Ստամբուլում ինչ կարող է տեղի ունենալ եւ ինչ կարելի է սպասել։ Դե նոր նորություն եկավ, որ ավարտվեցին բանակցությունները, մի քանի ժամ խոսեցին եւ նոր ինչ որ զեկուցում են ներկայացնելու, պրես-կոնֆերանս է լինելու կամ զեկուցում են ներկայացնելու մասնակիցները։ Ես ինչպես շատ երկար ժամանակ ասել եմ, սա լինելու է շատ եւ շատ դժվար։ Եկեք պատկերացրենք, որ ինչ որ դրական արդյունք է եղել։ Այդ դրական արդյունքը ինչպիսին կարող է լինել։ Ուկրաինացիները ասենք ընդունեն, որ կորցնում են 4 շրջան եւ զիջում են Ղրիմը, դա ռուսների համար ասենք թե դրական արդյունք կլիներ, չնայել դա է դրական չէ, ես չեմ համարում, բայց ասենք նրանք պետք է գնան հետ, վերադառնան Կիև եւ իրենց հասարակության հետ դա քննարկել։ Եվ այնտեղ լինելու է շատ ուժեղ դիմադրություն, այո, դիմադրություն։ Ինչպես է նրանք դա անցկացնելու Կիևում, Ուկրաինայում։ Դա շատ դժվար է պատկերացնել։ ՆԱՏՕ չմտնելը, դե այդքան էլ մեծ խնդրեմ չի, քանի որ ուղղակի կարելի է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, հետո չկատարել, ինչպես միշտ։ Եվրոպական զորքերի չտեղադրումը, դե դա էլ խնդիր չէ, կարելի է, ասենք, երրորդ կողմի ուժեր բերել, հետո փոխարինել եվրոպական կամ ամերիկյան բանակներով։ Հնարավոր է դա անել, եթե ուզենան կարող են անել։ Դենացիֆիկացիա իհարկե չի լինի, դեմիլիտարիզացիա չի լինի, որտեղ դրա համար պետք է օկուպացնել մի ամբողջ տարածք Ուկրաինայի կամ մեծ մասը գոնե։ Դա չի լինի։ Հիմա ասենք Ուկրաինան չի ընդունել դա։ Չի ընդունում, որ զիջում է Ղրիմը եւ այդ 4 շրջանը եւ Ռուսաստանը պետք է համաձայնվի, որ 3 տարի պայքարելուց հետո եւ հիմա արդեն հաղթական փուլում գտնվելով նրանք պետք է կանգնեն եւ հետ քաշվեն։ Այդպիսի օրինակ միջազգային պատմության մեջ չկա, որ ինչ որ պետություն հաղթի պատերազմում առաջ գնա, անգամ եթե դանդաղ է գնում։ Բայց հետո որոշի, որ նա պետք է հետ քաշվի։ Այդպիսի բան սովորաբար չի լինում։ Այսինքն հարցը այն է, թե Ուկրաինայում որքանով են պատրաստ շատ ցավալի զիջումների, դուք հիշում եք այդ արտահայտությունը մեզ մասին է, մեր մասին էին օգտագործում դա ժամանակին։ Հիմա իմ կարծիքով երկու կողմի ստրատեգիաները մի քիչ տարբեր են։ Ռուսաստանը հիմա որոշ առավելություն ունի եւ շատ դանդաղ առաջ է շարժվում։ Կարծիքով Ռուսաստանը փորձում է չհամաձայնվել կանգնեցնել պատերազմը, բայց համաձայնվել ինչ որ բանակցություններ վարել, որպեսզի որևէ մեկը չմեղադրի, որ նրանք խաղաղություն չեն ուզում։ Տրամպը չմեղադրի իրենց, որ նրանք չեն ուզում համագործակցել եւ իհարկե լավ կլիներ ռուսների համար, եթե Տրամպը համարեր, որ Ուկրաինայի մեղքով է սա տապալվում եւ Ուկրաինային այլևս աջակցություն չտրամադրեն, չնայած շարունակել են, սկսել են նորից աջակցել Ուկրաինային։ Իսկ Ուկրաինայի ստրատեգիան երևի այն է, որ եթե հնարավոր է հանձնել զինադադարի եւ այդ ժամանակը օգտագործել վերազինվելու համար։ Նորից զինվել, եվրոպական ուժեր բերել, զինտեխնիկա բերել, զինամթերք բերել եւ փորձել հետ մղել ռուսներին։ Ուղղակի ժամանակ շահել եւ վերազինվել, բայց ռուսները դա գիտեն։ Հիմա եթե մեզ համար օրինակ ծառահի Ստամբուլի պայմանագիրը 3 տարի առաջ կնքված, որից հետո 100,000-ավոր մարդիկ մահացան, 100,000-ավոր մարդիկ։ Դա կարող է լինել, ասենք, Ստամբուլ պլյուս, հա, ինչպես ասում են, Ստամբուլ, բայց ավելի նպաստավոր պայմաններով Ռուսաստանի համար։ Ես համարում եմ, որ այդ ցանկացած դեպքում երկու երկիրն էլ պարտվել են ցավոք սրտի, որովհետև ոչ մեկը, ոչ մյուսը չշահեց մի այնպիսի դիրքեր, որոնք կարելի էր արդարացնել այսպիսի արյուն թափելով, 100,000-ավոր մարդկանց արյուն թափելով, սա այն արդյունքը չէր, որը ոչ մեկը, ոչ մյուսը երևի ցանկանում են այսպիսի զոհեր տալուց հետո։
Ես կարծում եմ երկու երկրներն էլ պարտվեցին։ Ուղղակի ինչպես ասում եմ, Ռուսաստանը ուզում է առաջ խաղացում տեսնել, առաջ գնալ, բայց ասել, որ մենք դեմ չենք խաղաղության, իսկ Ուկրաինան ուզում է ժամանակ շահել եւ վերազինվել, կարծիքով։ Պարոն Խաչիկյան, տեսակետներ կան, որ այս փուլում պատերազմի դադարեցումը ձեռք չի տալիս ոչ Զելենսկուն եւ ոչ Պուտինին, որովհետեւ եթե ռուսական կողմի դիտանկյունից նայենք, ապա նրանք հասկանում են, որ կարող են ավելին ստանալ, իսկ Զելենսկու համար, եթե նա գնա պատերազմի դադարեցման այս փուլում, դա հավասար կլինի իշխանությունը կորցնելուն։ Դե այո, ես երկար ժամանակ դա ասել եմ, իր համար ընդունել այսպիսի կորուստ նշանակում է իր քաղաքական կյանքի եւ գուցե Աստված չտա իր կյանքի կենսաբանական կյանքի ավարտը, Աստված չտա երկե ոչ մեկին չեմ ցանկանա դա, բայց իհարկե նա հասկանում է թե ինչ ռիսկի է գնալու, եթե այսպիսի բան ընդունի։ Հիշեք, որ երբ որ նա ընտրվում էր եւ առաջարկում էր խաղաղ ձևով լուծել այս հարցը եւ ռուսերենին տալ ռեգիոնալ լեզվի իրավունքներ, կարծեմ, փողոց դուրս եկան ազգայնական ուժերը եւ իրեն բացատրեցին, որ իրեն կախելու են, եթե նա շարունակի այդպես խոսել։ Այսինքն նա վտանգի տակ է։ Ես կարծում եմ, որ Ուկրաինան կարող է ավելի կորցնել, ավելի շատ կորցնել։ Դուք հիշում եք, մենք որ երկու անգամ պատերազմը չկանգնեցրեցինք, մենք հետո ինչ կորցրեցինք, չէ՞, մենք հիշում ենք դա։ Ուկրաինան մոտավորապես այդպիսի իրավիճակում է, չնայած իրան ահռելի օգնություն են տրամադրում, մեզ չտրամադրեցին։ Որոշ չափով Ռուսաստանը օգնեց, բայց ոչ բավարար։ Հիմա նրանք կարող են ավելին կորցնել։ Նրանք պետք է մտածեն դրա մասին։ Բայց հարցը այն է, որ ոչ ոք չի ուզում այդ փաստաթուղթը ստորագրողը լինի։ Զելենսկին չի ուզում իր սեփական դատավճիռը, մահավճիռը ստորագրի։ Իսկ ռուսների համար հիմա կանգնել, երբ որ նրանք առավելություն ունեն, արևմուտքի ուժերը սպառվում են, սպառազինությունները սպառվում են եւ ցավոք սրտի ուկրաինացիներն էլ են արդեն սպառվում, այնտեղ մարդ չի մնացել։ Որքանով ես եմ հասկանում այն աղբյուրներից, որոնք ես եմ տեսնում, մարդկանց փողոցներում են բռնում արդեն կանանց մասին է խոսքը գնում եւ այլն։ Այսինքն կարծում եմ, որ Ուկրաինան կարող է ավելի շատ կորցնել։ Իսկ Ռուսաստանի որոշ քաղաքագետներ ասում են, որ պետք է կանգնել, որովհետեւ սա շատ մեծ զոհերի հարց է, մենք չենք ուզում այսպես շարունակել, բայց ուրիշներն էլ կան, որ ասում են, եթե մենք հիմա կանգնենք, Ուկրաինան կվերազինեն, նորից կզինվի եւ ռևանշ կվերցնի։ Եվ այս անգամ կզինեն մինչեւ ատամները, որովհետեւ նրանք այս 3 տարվա պատմության պատերազմի փորձը արդեն ունեն։ Բացի ուկրաինական ճակատից, թեժր նաև հարավ-արևելյան Ասիայում, խոսքը Հնդկաստան-Պակիստան հակամարտության կամ կարճատև պատերազմի մասին է, եւ կարծես թե կոնֆլիկտը այս փուլում գոնե հաջողվեց սառեցնել, եւ հիմա ըստ էության գործընթացը ռազմի դաշտից միգուցե տեղափոխվի դիվանագիտական ճակատ։ Ինչ կասեք այս մասով, այս ճակատում ձեզ ինչ կատարվեց եւ ինչ սպասել, հատկապես հաշվի առնելով, որ պակիստանյան կողմը թուրք-ադրբեջանական տանդեմի մերձավոր դաշնակիցն է եւ արդյոք այս պատերազմի արդյունքում Պակիստանի դիրքերը թուլացան։ Պակիստանը հայտարարել է, որ իրենք են հաղթել, Հնդկաստանը ես ենթադրում եմ հայտարարել է, որ իրենք են հաղթել, զինամթերքի առումով, զինտեխնիկայի տեսակների առումով, Ռաֆալ ինքնաթիռները, որոնք Ինդիան էր օգտագործում, խոցելի դարձան, մի քանի անգամ խոցվեցին, այսինքն իսկ այն չինական տեխնիկան, որոնք օգտագործում էր Պակիստանը, որքանով ես հասցրեցի տեսնել, ես այդքան շատ չկարդացի սրա մասին, բայց որքանով հասցրեցի տեսնել, չինական զինտեխնիկան ավելի լավ իրեն դրսևորեց եւ այնտեղ մի անգամից ակցիաները փոխվեցին։ Ռաֆալի ակցիաները կան, չինական ինքնաթիռների եւ զինատեսակների ակցիաները բարձրացան։ Երկու կողմն էլ ասում են, որ հաղթել են, որքանով հասկանում եմ, շատ լավ է, որ պատերազմը կանգնեց, քանի որ դրանք երկուսն էլ միջուկային պետություն են եւ անցյալում, երբ որ միջուկային զենք չունեն, երկու անգամ բախվել են, երկու պատերազմ եղել է անցյալում Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ։ Եվ իհարկե դա մեծ ռիսկ էր մեր բոլորիս համար, բայց միջուկային զսպումը աշխատեց, կարծես թե։ Ինչ վերաբերում է Թուրքիա-Ադրբեջանի եւ Պակիստանի դաշինքի մասին կամ գոնե սերտ հարաբերությունների մասին, մենք դա գիտենք, քանի որ Ղարաբաղում էլ ըստ որոշ աղբյուրների Պակիստանի ուժերն էին եւ օգնում էին
ադրբեջանցիներին։ Ըստ որոշ Ամիջական ներգրավվածությամբ։ Դա պետք է ստուգել, ես այդպես եմ լսել, բայց պետք է ստուգել որտեղից է դա։ Մեզ համար շատ վտանգավոր կլինի հիմա մտնել այս խաղի մեջ, մի կողմից ունենալ Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան դաշինքը, մյուս կողմից փորձել Ինդիա, Հնդկաստանից ինչ-որ բան ստանալ, Հնդկաստանը լինելով այսքան հեռու մեզանից շատ վտանգավոր կլինի այդ խաղի մեջ մտնել։ Ես չեմ կարծում, որ մենք պետք է դա անենք։ Հնդկաստանի հետ հարաբերությունները զարգացնելը շատ լավ է, բայց տեսնում եք, որ Հնդկաստանի զինտեխնիկան կատարելագործված չի։ Ինչպես մենք ասում էինք տարիներով, պետք է դեռ տեսնել իրանց զինտեխնիկան ինչպես կդրսևորվի մարտի դաշտում։ Եվ այդքան էլ հաջող չէր, ինչքանով ես եմ հասկանում։ Ինչ ասեմ, լավ է որ պատերազմ կանգնեց։ Ինչ վերաբերում է այս կոնֆլիկտին, Ջամու-Կաշմիրի կոնֆլիկտին, դա եւս մեկ էթնիկ կրոնական բան է, կոնֆլիկտ է, որը կարելի է լուծել, բայց ինչպես միշտ, երբ որ դուք գործ ունեք ինչ-որ տարածքի հետ, որտեղ ապրում են տարբեր խմբեր, տարբեր հավատքների խմբեր եւ դուք փորձում եք ինչ-որ անգամ ռեֆերենդումի միջոցով ինչ արվեց, ինչ-որ գծեր, ինչ-որ սահմաններ բանալ ստեղծել, դա շատ վտանգավոր է, քանի որ համարյա անհնար է խառնված, եթե երկու խումբ խառնված են միմյանց հետ, այդ սահմաններ գծելը շատ եւ շատ դժվար է եւ դա փորձեցին անել բրիտանացիները եւ հետևանքները տեսակ։ Սա նույնպես ցավոք սրտի բրիտանական կայսրության ժառանգությունն է, ինչպես նաեւ Պաղեստին-Իսրայել կոնֆլիկտը։ Շնորհակալ եմ հետաքրքիր եւ կարեւոր մեկնաբանությունների համար։ Թեմայի վերաբերյալ ես զրուցեցի Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչկյանի հետ։